Հարգելի պարոն քաղաքապետ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, իրականում այսօր պետք է խոսեի նախագծից, բայց ստիպված եմ լինելու պարոն Մանուկյանին արձագանքել։ Պարոն Մանուկյանի մոտ սովորության ուժ է դարձել կանանց թիրախավորելուն։ Պարոն Մանուկյան, քիչ առաջ Երևանի գլխավոր ամբիոնի մոտ դուք թիրախավորեցիք քաղցկեղով հիվանդ մի կնոջ եւ կրկնակի եռակի անգամ ստրես պատճառեցիք ձեր տեքստերով։ Զավեշտալի պատմություններից եք խոսում, ես էլ մի զավեշտալի պատմության մասին պատմեմ, որը որ հանրային դեռևս որևէ հարցազրույցով եւ ամբիոնից չեմ խոսել։ Շուրջ 1 տարի առաջ պարոն Մանուկյանը զանգ է կատարում իմ գործընկերներից մեկին եւ հետեւյալ տեքստն է ասում, ես դրանից 1-2 օր առաջ հարցազրույց էի տվել, որտեղ որ նշում էի, որ պարոն Մանուկյանի քաղաքական հայրերը կոռուպցիայի մեջ թաթախված անձիկ են եւ հիմա եկել են մեզ կոռուպցիայի մեջ մեղադրում։ Զանգահարում է գործընկերներից մեկին եւ հետեւյալ բովանդակությամբ խոսակցություն է ունենում, նշելով, որ Նատալիին փոխանցեք կամ ինձ ներողություն խնդրի, կամ ես դատական հայց եմ ներկայացնում իր դեմ։ Իմ պատասխանը շատ պարզ էր, որ մենք խոսելու եւ իր հետ բանակցելու ոչինչ չունենք եւ դրա բանակցությունների միակ օղակը կամ խոսելու միակ օղակը դատական ատյաններն են կամ Երևանի գլխավոր ամբիոնը։ Պարոն Մանուկյանը դատական հայց է ներկայացնում իմ դեմ, պահանջում է շուրջ 1 միլիոն դրամ եւ ներողություն, որպեսզի ներողություն խնդրեմ հանրային դաշտում։ Շուրջ 2 ամիս առաջ դատարանը վճիռ է կայացնում, որի համաձայն չի բավարարում պարոն Մանուկյանի հայցը եւ ընդհակառակը տվյալ վճռով որոշվում է, որ նա փոխհատուցում է ինձ 150,000 դրամ փաստաբանական ծառայության համար։ Պարոն Մանուկյանը նորից դիմում է համապատասխան վերաքննիչ դատարան, հիմա գործընթացը շարունակվում է։ Պարոն Մանուկյան ջան, վաղվանից սկսվում է քարոզարշավը։ Դուք եկել եք պարոն Ավինյանին ասում են, պահանջում ենք գնացեք մանկապարտեզը տեսեք ինչ եղավ, ոնց եղավ, հաթաթա եք տալիս։ Վաղվանից քարոզարշավը սկսվում է, վերցնում եք Ռոբերտ Քոչյանի թաթիկը, գնում եք Լեռնային Ղարաբաղի ստեղահանված մեր հայրենակիցներին բացատրում եք, թե ինչպես եղավ, որ 98 թվականին Ղարաբաղը դուրս մնաց բանակցությունների դաշտից։ Բացատրում եք մեր հայրենակիցներին, թե ինչպես եղավ, մի ընդհատեք ինձ։ Բացատրում եք մեր քաղաքացիներին, թե ինչպես եղավ, որ Մեղրիում երկաթգծերը ամբողջությամբ վաճառվեցին եւ հանվեցին։ Այդ ամեն ինչը բացատրում եք, թե ինչպես եղավ, որ հիման վրա մենք այս պահին միլիոնավոր դոլարներ ենք ծախսում, որպեսզի թիվ նախագիծը իրագործենք։ Գնում եք բացատրում եք քաղաքացիներին, թե ինչպես եղավ, որ Հյուսիսային պողոտայում շատ ու շատ մարդիկ ունեզրկվեցին եւ անհասկանալի գրոշներ ստացան իրենց տների փոխարեն։ Գնում եք բացատրում եք, թե ոնց եղավ, որ Գույք պարտքի դիմաց օպերացիան եղավ։ Գնում եք բացատրում եք այն քաղաքացու ընտանիքին, ում Պապլավոկում ընդամենը պրիվետ ռոբ ասելու համար իր ախրանան այնքան ծեծեց, որ մարդը մահացավ։ Այդ է կգնաք կբացատրեք։ Գնում եք բացատրում եք, թե առհասարակ ինչպես ստացվեց, որ իր կառավարման օրոք միջազգային հանրությունը Հայաստանի Հանրապետությունը ընդունել է որպես ծայրագավառ եւ որևէ միջազգային միջոցառում Հայաստանի Հանրապետությունում տեղի չի ունեցել։ Եվ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն եւ պետականություն չեն ընդունել։ Մի ընդհատեք ինձ։ Արշակ ջան, նաև դու էլ կգաս կբացատրես այս ամբիոնի մոտ, թե ոնց եղավ, թե ինչպես եղավ, Պարոն Սարգսյան, գրեք։ Պարոն Սարգսյան, կգաք կբացատրեք։ Գնեք Տիկին Սինորյան, պարոն Սարգսյան, դուք նկատողություն եք ստանում։ Խնդրեմ շարունակ։ Պարոն Սարգսյան, դուք կգաք կբացատրեք, թե ինչպես է ստացվում, որ ձեր ամբողջ խմբակցությունը մանկապարտեզների, դպրոցների, շինարարության նախնական համաձայնության ընթացքում կողմ չի քվեարկում եւ մշտապես ձեռնպահ է քվեարկում, բայց ինչ վերաբերում է Սիրուշոյի բիզնեսին, տվյալ նախագծին կողմ եք քվեարկում, մի բան է մեզ հորդորում եք եւ հարց եք բարձրացնում, ինչու չեք կողմ քվեարկել։ Այդ ամբողջ պատասխանները կգաք այստեղ կտակ եւ ժողովրդին է կտակ։ Ու մի մոռացեք, որ հունիսի 7-ից հետո նիստա լինելու եւ ձեր այս ամպագորգոր տեքստերը հունիսի 7-ից հետո մեր քաղաքացիները ցույց են տալու ձեր իրական տեղը թե որտեղ է։ Ու առհասարակ ձեր այս ամբողջ խոսույթը կանանց թիրախավորելով ամենավատ բառապաշարով մեր մասը անընդունելի է։ Հետո ինչ-որ sense բարձր արժեքներից եք խոսում, տրամադրությունից եք խոսում։ Հարգելի քաղաքացիներ, այս ուժը
իր նպատակը եղել է Հայաստանի Հանրապետություն չունենալը։ Իրենք տեսնելով Հայաստանի Հանրապետության պետական քարտեզը, իրենց պատերով են տալիս այս դահլիճում եւ այս դահլիճից դուրս։ Եվ վստահ եմ, որ դուք ձեր գնահատականը տալու եք հունիսի 7-ի օրոք։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Մանուկ Սուքիասյան